Շատ համեղային դիրեք։ Ողջունում եմ բոլորին, շատ սիրելի հետևորդներիս, ինչպես եք թանկագիներս։ Այսօր, քանի որ աշուն է եկել, խնձորի լավ սեզոն է, պատրաստում ենք խնձորով շատ համեղ տորտ։ Շատ համեղ, որ ասում եմ շատ համեղ, չեք պատկերացնի։ Բաղադրիչները շատ քիչ են, հեշտ են, ամենակարևորը հետաքրքիր բաղադրիչներ ունեն, որովհետև ձու չի պարունակում, օգտագործում ենք ընդամենը 100 գրամ կարագ, մի թեթև խաղացել եմ հետը, որպեսզի լավ փափկի, օգտագործել ենք 150 գրամ շաքարավազի, ինչպես միշտ ես քչացրել եմ 250 գրամի փոխարեն 1 թեյ գտալ սոդա, վանիլին եւ թթվասեր ենք օգտագործելու մոտավորապես իրենից 8-ից 9 ճաշի գտալ, ասես լավ ճաշի գտալ, լավ թթվասեր օգտագործեք։ Այս ամենը պետք է խառնենք ու խմորենք ունցելու։ Շատ հեշտ բաղադրատոմս է, այդը տեսնեք, որ ամենահեշտ բաղադրատոմսերից մեկն է, որ երբևիցե փորձել եք։ Հենց այսպես մի անգամից խառնում ենք, հետո ձեռքերով սիրով հունցելու ենք։ Հա, իդեպ ալյուրը հիմա իմ մոտ 500 գրամ է։ Եթե հետո անհրաժեշտություն լինի, կավելացնենք կրկին, որովհետև կախված է թթվասերի պնդությունից իհարկե, խտությունից, ու 1 թեյ գտալ սոդա ու վանիլին։ Հիմա այս ամենը գտալով մի թեթև կխառնենք, հետո սեղանի վրա կհավաքենք։ Սկսում ենք հավաքել խմորը։ Որպեսզի ավելի հեշտ լինի, անմիջապես տեղափոխում եմ ու հավաքում եմ։ Տեսնենք ինչպես կհավաքվի։ Իդեպ աշխատեք, որպեսզի բաղադրիչները լինեն սենյակային ջերմաստիճանի։ Թթվասերը մի քիչ շուտ անեք, մի 10-20 րոպե շուտ անեք, որպեսզի կարագի հետ հավասար կարողանաք խմորը ճիշտ պատրաստել։ Վերջ, խմորս հավաքվեց, թողնում եք մի փոքրիկ հանգստանա ու պատրաստում ենք միջուկը։ Հանգստանում է սենյակային ջերմաստիճանում, ոչ թե սառնարանում։ Միջուկի համար խնձոր ենք օգտագործելու։ Տանը ինչ խնձոր ունեք, դա էլ օգտագործեք։ Քանի որ իմ մոտ խնձորները շատ փոքր են, օգտագործում եմ 4 հատ խնձոր։ Շատ լինելուց վնաս չկա։ Եթե ունեք մեծ խնձորներ, կարող եք օգտագործել 2-ը։ Պետք է քերիչով անցկացնենք, հետո ավելացնենք մնացած բաղադրիչները։ Խնձորը կեղևազրկելուց հետո քերիչով անցենք կացնում, մեծ քերիչով, որպեսզի շատ մանր չլինի ու ջուր չդառնա։ Վերջ, քերիչով անցենք կացնում, վերջացնում ու ավելացնում ենք շաքարավազ։ Ես սև շաքարավազ եմ ավելացնելու, ձուկերոդի կամնա։ 3, 4, 5, 6 փոքրիկ էսպես թեյ գտալ շաքարավազ, ըստ ճաշակի դարչին և վանիլին, շաքարային վանիլին է։ Այս ամենը մի լավ խառնում ենք, մեր միջուկը պատրաստ է։ Հետաքրքիր միջուկ է, չէ՞, կարող եք ընկույզ ավելացնել, եթե ուզում եք։ Խնձորի հետ մանրացրեք, ավելացրեք, էլի շատ համեղ է։ Ջեռոցը ես արդեն միացրել եմ, 180 աստիճանում ենք թխելու սիրելիներ, հիմա խմորը հանգստացել է արդեն, 10 րոպե աշխատեցինք միջուկի հետ, բաժանում ենք 3 մասի, գրտնակով բացելու ենք ու խմորեղենը հավաքելու ենք։ Սեղանը ալորոտում ենք, խմորը բաժանում ենք 3 մասի, աչքը չափով այսպես մոտավորապես, կողք ենք դնում 2 մաս, իսկ մյուս մասը բացում ենք։ Ես արդեն ջեռոցի թավան պատրաստել եմ, ճիշտ է, խմորը այդքան բարակ չենք բացելու, կարող եք դուք փոքրիկ թավա վերցնել, խնդիր չկա։ Շատ բարակ չբացեք։ Սովորական միջին հիմա ցույց կտամ ինչպես ենք բացելու։ Զգուշ ենք աշխատում, որ խմորը շատ փափուկ է։ Մի քիչ բացելն էլ է դժվար։ Այ հիմա գերտնակի վրա զգուշությամբ հավաքում եմ մի կերպ ու տեղափոխում եմ այսպես ամանի մեջ ու արդեն ձևամանի մեջ ձև ենք տալիս մի փոքրիկ այսպես ձեռքերով, որպեսզի շատ ալյուր չավելացնենք ու պինդ խմոր չստանանք, համեղ լինի, ավելի լավ է այսպես աշխատենք։ Հիմա միջուկը բաժանում ենք 2 մասի, որովհետև 2 մասից է, չէ, մեզ անհրաժեշտ,
ու տարածում ենք։ Այսպես զգուշությամբ տարածելու ենք։ Այնպես ենք անում, որ խմորի բոլոր հատվածներում լինի։ Ու զգուշությամբ դնելու ենք երկրորդ շերտը, այսպես, իրեն ծայրերը ծածկելու ենք, էլի զգուշությամբ, որպեսզի միջուկը շատ չթափվի, ու ավելացնելու ենք մնացած միջուկը, երկրորդ շերտը։ Ու դնում ենք երրորդ շերտը։ Այսպես, լավ ծածկում ենք։ Ջեռոցս էլ արդեն տաք է։ Թխելու ենք 180 աստիճանում, նույնիսկ ես կասեի 170, որպեսզի միջուկն էլ լավ եփվի ու 3 շերտից է, որպեսզի մեջտեղի կարելի ասել շերտը լավ թխվի։ Այսպես հավասարեցնում եմ և ուղարկում եմ ջեռոց։ Մոտավորապես 40 րոպե կտևի, որ թխվի, զգուշ կլինեք։ Եթե տեսնում եք ձեր ջեռոցը մի քիչ ուժեղ է, ջեմաշանցացրեք, որպեսզի չվարի, բայց ներսից լավ թխվի։ Խմորերենը պատրաստ է, բայդերի վերջնական տեսքի չենք բերել, թուղթը հանում ենք այսպես, այս ինչ համեղ բուրմունք է, ես դանակով մի երկու տեղից տակեցի, որպեսզի համոզվեմ թխվել է թե ոչ, ու հիմա մի քիչ ջնարակ ունենք, ջնարակ կպատրաստեք ու ջնարակով կպատեք։ Ես բաղադրատոմսը արդեն ալիքում ունեմ, անպայման կգրեմ, դուք էլ հղումը կտեղադրեմ, կարող եք դիտել։ Հենց տաք վիճակում էլ այսպես տարածում ենք։ Իհարկե ջնարակը տաք չէր, սառն էր, բայց նշանակություն չունի։ Վերջ թողնում ենք հովանա ու կտրենք, անուշանենք այս համեղ տնական խմորեղենը։ Ես արդեն կտրատել ու դրել եմ մատուցվող ափսեի մեջ, դարչինի այնպիսի բույր է տարածվել ու ջնարակը ամենակարևորը սիրելիներս, տեսեք, հրաշք խմորեղեն, տեսեք շերտերն ինչպես են, լավ թխված, սիրուն, այ տեսեք, որքան գեղեցիկ է, պարտադիր պատրաստեք, մոտավորապես անցել է 1.5 ժամ, լավ հովացել է, սիրուն գեղեցիկ պատրաստեք, անուշարեք, շատ արագ է պատրաստում, հեշտ է պատրաստում, կարևոր ունենաք մի քանի հատ խնձորտանը ու ամեն ինչ պատրաստ է, սիրելիներ։ Հիմա կփորձեմ կասեմ համը ինչպիսին է այս հրաշք խմորեղենի, չգիտեմ իրեն պիրոգ են ասում, խմորեղեն են ասում, տորթ են ասում, իմ համար բոլորը տորթեր են, որովհետև այսպիսի տեսք ունեցող խմորեղենը չի կարա տորթ չկոչվի։ Նամանավանդ, որ շատ հետաքրքիր ու գեղեցիկ տեսք ունի։ Հաջողություն բոլորին սիրելիներս։ Շատ համեղ եմ, դիրել։